Բարև ձեզ, ուրեմն մի առաջարկություն կա կապված ուկրաինական պատերազմի հետ։ Ես իհարկե համոզված եմ, որ Ուկրաինայում ուկրաինացիները, տեղի հայերը ինձնից 100 անգամ ավելի լավ գիտեն, թե ոնց վարվեն իրենց տարածքում թշնամու հետ, բայց խորհուրդը ինձ թվում է չի խանգարի, հիմա փորձեմ ինչքան կարելի է համառոտ ներկայացնեմ իմ տեսլականը, այսինքն թե ինչպես եմ տեսնում դա։ Եթե ես կարողանամ իմ տեսնելու կերպը, ձևը փոխանցեմ նրանց, ովքեր դրանով են զբաղվում, ինձ թվում է մնացած հարցը տեխնիկայի հարց է։ Ուկրաինայի մեր եղբայրները ինձնից ավելի շատ գրագետ, ավելի փորձված կարող են այդ հարցի լուծումը տալ։ Հիմա սկսեմ փորձեմ ներկայացնել ինչ մտքերը, այսպես ասած։ Ուրեմն Պոկրովսկից, ասենք քարտեզներ տարբեր ձևի կան, մոտավորապես ասենք այնպեսի Պոկրովսկն է, Պոկրովսկից Մարիուպոլ, ասենք այս գիծով, մեկ էլ հեռվացնեմ ու մեկ էլ մինչև Ղրիմի թերակղզի, այսինքն Չոնգար, Արմյանսկ, Գենիչենսկ, այս տարածքը կարելի է ազատագրել նոր տակտիկայի միջոցով, որը ես դեռ չեմ տեսել, որ կիրառվի դրոնների մեծ քանակության դրոնների օգտագործմամբ սիստեմավորված դեռ ոչ մեկ չի օգտագործել առայժմս, ես կուզեի, որ Ուկրաինան օգտագործեր, ուրեմն լավ, շարունակենք, ինձ թվում է քարտեզի հետ աշխատանք 3D քարտեզագրությամբ մասնագետները, ասենք մոդելավորողները շատ ավելի գրագետ կազմեն, միտքս փոխանցեմ, մնացածը դուք կանեք, ինձ թվում է։ Ուրեմն այս տարածքը, այս ամենանեղ տարածքը մինչև Բերդյանսկ գրաված ժամանակավոր օկուպացված տարածքներից մոտավորապես մի 120 կիլոմետր կլինի երևի, 120-130 տեղ կա, ասենք ավելի լայն տեղերը կարող 150 ունի եւ այլն, կարևոր չի։ Ուրեմն սետկայի նման կվադրատների է բաժանվում, օդի մեջ, գետնի վրա չէ, օդի մեջ 50 կիլոմետրը 50-ի վրա, դա ամենաբարձր ԱԹՍ-ներն են, ասենք 10 կիլոմետր բարձրությամբ, եթե կան, ինձ թվում է կան, շատ պետք չի, 50-ը 50-ի վրա, այս ամբողջ տարածքը մինչև Ղրիմ, այս տարածքը պարզապես 50-ը 50-ի վրա շախմատի նման սետկայի է բաժանվում, ու այդ ամեն խաչմերուկում, այդ գծերի, այսպես ասած, խաչաձևման կետերում օդում կախվում է համապատասխան ԱԹՍ-ն, եթե իր տակ կախած հրթիռներ կան, լավ է, եթե չկան, կարա պարզապես հետախուզման համար օգտագործի, կարևորը երկար ժամանակով, դե ռուսները կարող են խփել, ենթադրենք հետո 10 կիլոմետր բարձրության վրա, դրա համար ծախս պետք է անեն, հետո կարող է չկարողանան էլ այդքան խփեն, ինչևէ, այս սիստեմը 50-50-ի վրա պետք է օդում պահպանվի, այսինքն եթե խփում են, մյուսն է գալի, կանգնում է իր նույն տեղը, սիստեմը պահպանվում է, ցանկալի է, որ ռակետներով լինի, 2 հատա, 4 հատա, 6 հատա, ինչքան որ կա, ինչի համար, որտեղ վերևից հարմար է ռակետով ցելին խփում ես, իրանք ներքևից քեզի կարող են մենակ 10 կիլոմետր բարձրությամբ կամ 8 կիլոմետր բարձրությամբ, ասենք բաներով խփել, հակաօդային պաշտպանության միջոցներով խփեն, որի շատ չունեն, բացի դրանից այս ամենը սկսելուց առաջ իրենց ունեցած հակաօդային միջոցները, բուկերը, S-300-ները, S-400-ները պարզապես անջատում եք, ասենք թիրախավորվում են, կես ժամվա մեջ, մի ժամվա մեջ բոլոր մեծ այդ միջոցները անջատում են, դրանից հետո օդը վեկալվում է, սետկայի նման այս 50-50-ի, ուրեմն շերտավոր է, 10 կիլոմետր բարձրության վրա 50-50 է գցվում,
Դրանից հետո մի հարկ ներքև 8 կիլոմետր բարության վրա 40-40-ա նույն ձևի սետկա գցվում։ Մի շերտ նորից ներքև 6 կիլոմետրի վրա 5-ից 6 կիլոմետր բարության վրա գցվում է 30-ի վրա կվադրատներով։ Դրանից ներքև 4 կիլոմետր բարությամբ գցվում է արդեն 20-20-ի վրա կվադրատներով եւ ասենք 2000 մետր բարության վրա 15-15-ի վրա կվադրատներով։ Ուրեմն ըստ բարության տարբեր ԱԹՍ-ներ են միանշանակ, ամենափոքրները ներքևի 15-15 կվադրատներն են, որոնց վրա աշխատում են FPV-շիկները իրենց այդ լարերով, որոնց վրա հակաօդայինը չի աշխատում։ 1000 մետր բարձունից ասենք 2, 3, 4 եւ ավելի բարձր ճնշելը շատ դժվար է, մանավանդ մեծ մակերեսների վրա, մանավանդ եթե չունես համապատասխան միջոցները խոցված են ռուսների, նրանք պետք է բերեն։ Բերելու ժամանակ եթե օդը քոնն է, դու արդեն թիրախավորում ես, չես թողում հասնեն։ Պետք է զորք բերեն, չես թողում հասնեն։ Ցամաքի, մինչև ցամաքի գրավելը, այս սաղ սետկաները երբ որ գցում է մի քանի շերտանի, նախորոք կամ արդեն հայտնաբերված թիրախները սկսում է խոցվել, ոնց է արվում։ Ամեն շերտը ունի իր խումբը կառավարման։ Ու այդ կառավարման խմբի խնդիրն է, որ ասենք այդ սետկայի ցանկացած կետում գտնվող ԱԹՍ-ն ինքը պետք է չպակասի, ասենք եթե նշանակ թիրախ կա խփվեց, հաջորդը գալիս կանգնում է այն տեղում, որտեղից պակասել է, այս համակարգը որ պատկերացնեք։ Կամ եթե ասենք ռուսները խփեցին, 10 հատ խփին, 50 հատ խփին, գալիս կայնում է նույն տեղը։ Ամեն դեպքում մաթեմատիկայի հաշվարկը ցույց է տալի, որ եթե իրանք անգամ խփում են, ենթադրենք, չնայած չեն կարող այդքան խփեն, բայց ենթադրենք, իրանք ավելի մեծ կորուստներ են տալի, քան թե մեր կողմը, այսինքն ուկրաինացիների կողմը, որոնք ասենք գործողություն է կիրառում։ Գործողության նպատակը ոչ թե ասենք ինչ որ լոգիստիկ կենտրոններ խփելա, թիկունքային ապահովման միջոցները թիրախավորելա, ոչ, տարածքը վերադարձնելա հստակ։ Հիմա բացատրում եմ ոնց։ Սետկաները ինձ թվում է հասկացողները կպատկերացնեն ինչ ասեցի։ Սետկաները շերտ կազմվում է, դրանից հետո սկսում է արդեն հայտնաբերված նախորոք կամ կոնկրետ այդ պահին եւ այլ, այսինքն իրանք ռեակցիա պետք է տան, չէ՞ ռուսները, հակաօդայինը անջատել եք, սկսելու են խառնվել, պետք է հակաօդային բերեն եւ այլ, պետք է շարժվեն։ Ինչքան շատ շարժվեն, այնքան լավ, դուք հայտնաբերում եք, սկսում եք դրանց թիրախավորվել։ Կարևորը, ուրեմն մի մեծ խնդրեմ կա, որ ուկրաինական այս պատերազմում տեղի է ունենում, լրիվ ճակատով է process-ը գնում այդ կոնտակտը, անիմաստ է։ Այսինքն գերմանական այդ բլիցկիգի նոր տարբերակա, որը ասենք կատարվում է պրոստօդային միջոցներով, առանց տանկերի, առանց կլեշների, այսպես ասած ցամաքային, չէ, պարզապես օդից վեկա ինչ տարբերություն, օդից ես թե ցամաքից ես կառավարում, եթե կարում ես վերահսկես, եթե ինքը չի կարում ճանապարհներով շարժվի, ուրեմն այդ ճանապարհը քոնն է։ Դա մեկ։ Մոտավորապես մի քանի ժամ տևում է, որ սկսում եք, ասենք, այդ կարևոր ճանապարհները, խաչմերուկները, ասենք մայրուղիները, երկաթուղու ուղղությունները եւ այլ, կարևոր կետերը բերում եք կոնտրոլի տակ վերևից, կախում եք վերեն, պարզապես կախում եք, ով որ շարժում է, խփում եք, всё։ Մնացած դաշտերը, գյուղերը, մանր-մունր քաղաքները ընդհանրապես ձեռ չեք տալի, հետո գնում են ոչ թե տանկերը, ոչ թե ցանկալի է որ բետերներ լինեն, բայց կարող անգամ բետերներ չլինին։ Սիստեմն են բացատրում ոնց է լինում, կարող պիկապներով, պարզապես ականային դաշտեր եթե կան, ասենք ինչքան պետք է լինեն 10-15 կիլոմետր, ասենք ծագվում է, կոպիտ ասած միջոցները ծագելու ինձ թվում է դա պետք չի բացատրել, բոլորն էլ հասկանում են ոնց կարելի է ծագել, չի թվում այդ խտությամբ լինեն, մանավանդ ստե մի հատ նրբություն կա, ուրեմն նայեք, շեղում եմ, բայց կարևոր շեղում է։ Ռուսները առաջ են, չէ՞ գալի, ասենք ամեն անգամ։ Իրանք երբ որ առաջ են գալի, վերջի ասենք մի տարվա, երկու տարվա մեջ եւ այլ, ասենք իրանք ժամանակ կա, չէ՞ որ առաջ են գալի, միշտ չի որ խոչ չեն անընդհատ ականապատելու։ Որտեւ իրանք գիտեն, որ իրանք առաջ են գալի, դա կարելի է օգտագործել։ Եթե իրանք առաջ են գալի, դեռ չեն ականապատել, կարելի է ընդհանրապես մտնել, որ ասենք
շատ հեշտ մտնել էլի, ինձ թվում է մի քանի կետ է պետք մտնելու համար, պետք չի ճակատով մտնել, 3-4 ճյուղով մտնում ես երիքա, մտնում եք պիկապներով 1-2 հոգուց ոչ ավել, ասենք մի գնդացրորդ, վերևը հրամանատար վարորդ, 3 հոգուց ավել պետք չի իրանց բանով, եղած չեղածով, այսինքն մի շաբաթվա ուտելիքով, զինական մինիմալ պահեստով եւ այլ, ասես մտնում եք, ինչա տեղ ունենում, ուրեմն նույնը որ արել եք օդում, նույնը գետնի վրա 10-15 կիլոմետրը մեկ մենակ մայրուղիների վրա բլոկ պոստերի նման ապորնիկներ եք վեկալում ու ձեր մարդկանց դնում եք 10 հոգուց ոչ ավել ամեն ապորնիկում բացի դրանից մոտավորապես 10 հոգի էլ տեղադրում եք արդեն բեսպիլոտնիկ համակարգողներ այսինքն ջոկատներ 10 հոգյանոց մոտավորապես որ ասենք FPV-շնիկներն են ինչի համար որ այդ 20-20-ի վրա կվադրատների վրա իրանք սկսելու են արդեն աշխատել դուք հլը ցամաքային ոչ մի հարցակում չեք կարել հլը չեք մտել տանկերով ոչ մի տես գյուղեր չեք գրավել պարզապես ճանապարհների վրա ապորնիկներ եք դնում վեկալում եք ապորնիկները դնում եք ռուսները որ հասցնել չեն կարալու իրանք ռեակցիա պետք է տան ոնց պետք է ռեակցիա տան պետք է գան որ հետ վեկալեն օդը ձերն է խփում եք պրոստը չեք թողում ոչ մի բան անեն ավելի լավ իշքան Երևան խփում եք դուք ապորնիկները վեկալում եք ապորնիկներից ոչ մի ցամաքային գրող չեք անում պարզապես ամեն մեկի համար ասենք մի գազելա իշքանա չգիտեմ պիկապա 100-200 հատ FPV կա եք բերում պատրաստի տղերքը սկսում են աշխատել հենց ոնց որ իրանք գիտեն ոնց պետք է աշխատեն այդ լարերով որ ասենք ճնշում մնշում ռեփ չի աշխատում պրոստո սկսում են վերևից իրանց կվադրատի համապատասխան տարածքները սկսում են վերահսկել ու մաքրել արդեն մտած ասենք 40 կիլոմետրից ճեղք է մտե 60-ից ճեղք է ինչ ամեն 10-15 կիլոմետր մետ ապորնիկ ես դնում ցանցային էլի այսպես ասած ու հետո լենքով է խտանում կվադրատների նույն ձևի ոնց որ օդով կապորնիկները դնում ես լոգիստիկան սկսում է աշխատել առանձին որ ինքը ապահովի այդ տեղադրած ապորնիկների զենք զինամթերք ուտելիքով օդից սաղ վերահսկվում է ու սկսում ես զաչիստկա անել այդ եղանակով ոչ թե տանկերը մտան չգիտեմ գաուբիցներ որտեղ ստե ինչա տեղ ունում առաջիկա մի քանի օրը նո ամենաշատը 7 օր երբ որ լոգիստիկան վերջանալու է ասենք 150 կիլոմետր խորությամբ վերցրած է չենք թողում որ ռուսները կրուպնի բաներ բերեն իրանք կարան ընդամենը մոտի քաղաքներից մոտի գյուղերից ինչ որ պահեստներ ինչ որ բան են ունեցել ասենք կարան այդից մոտիկացնեն այդ էլ օդը ձեռներ դա ասենք չեք թողում կամ թեկուս մոտիկա մի շաբաթի 3 օրից մի շաբաթում իրանց մոտ բրծնելու է համ FPV շկեկնա բրծնելու համ հակաօդային միջոցները ասենք բեզերկաներն է բրծնելու ռակետներով իրանց համ հակատանկային ռակետներն է բրծնելու RPG-ներով եւ այլ ամեն ինչ վերջանալու է 3-ից մի շաբաթ 7 օր այդ ժամանակը օգտագործում եք որ իրանք վերջացնեն իրանց ռեսուրսները իսկ դուք արդեն հասնում եք մինչև Մարիուպոլ այդ նույն ցանցով ոչ քաղաք ոչ մտնում եք գյուղերն է շրջանցում եք մենակ ձեզի ճանապարհներն է պետք սկզբի համար անգամ մեծ ճանապարհները փոքրա հեչ կարևոր չի կարևորը դուք ձեր լոգիստիկայի համար շարժվելու տեղ ունենաք ու այդ տեղը հստակ վերահսկվի համ օդից համ այդ ցամաքից ապորնիկներով սիստեմը որ պատկերացնենք դրանից հետո այդ process-ը տեղ ունեցավ իրանք 3 օրվա ընթացքում սկսում են իրանց ռեսուրսները վատնել բրծնում է իրանց եղած չեղածի ու այդ ժամանակ նոր մտնում են տանկերը հաուբիցները գրադները ինչի համար որտեվ արդեն իրանք խփելու բան չունեն արդեն ձեր տանկերը մտնում են անպատիժ պրոստո կրակում են տիրի նման կրակելու եք իսկ եթե դրանից շուտ մտնեք դուք հակարվածը կարաք ստանաք անիմաստ կորուստներ ունենաք թե մարդկային թե տեխնիկա ուրեմն ցամաքային ռուսական բլինդաժները հենակետերը եւ այլ ինչ որ կա չէ ճակատային մասում որը որ ճեղքել եք անցել եք իրանք մնացել են թիկունքում ասենք ձեզ թվում է դուք եք շրջապատը իրանց թվում է թե դուք եք ընկել շրջապատման մեջ կարևոր չի կարևորը որ իրանք մնացել են այդ տարածքների վրա չեք գրովում ձեր հատուկ ջոկատային մակրող ջոկատներով բան է ՍՍՕ-ի բան իմաստ չկա պարզապես բաբիգաներ եք օգտագործում վերևից հակատանկային միները
իջնում եք գլխներին ու տրակցնում եք, առանց խոսալու, առանց հարցնելու, առանց չեն ուզում գերի հանձնվեն, ուզում են ասենք, ուզում են թող դուրս գան, չեն ուզում ոչնչացնում եք, պարզապես մաքրելով գալիս եք, ցամաքային դրոններ օգտագործելով, սակրավորների, որ ասենք միներա տեղադրում տրակցում, կամիկաձե եւ այլ գնդացիներով, այսինքն մարդկային ռեսուրսը շատ խնայողաբար եք օգտագործում։ Ու սկսում եք հանգիստ կվադրատ, այսպես մտնել, սկզբից չեք մաքրում, սկզբից այդ ցանցը ավելի եք մանրացնում, ասենք, եթե 20 կիլոմետրը մեկա, սարքում եք, հետո 15 կիլոմետր, հետո 10 կիլոմետր, մոտիկ ասում եք, ավելի մասնատում եք կվադրատների, մեծ քաղաքներ, միջին, մեծ, փոքր քաղաքներ ընդհանրապես չեք մտնում, գյուղերն էլ բլակիրովկա եք անում պրոստո, ու պարզապես այդ ամեն ինչը վերահսկում եք, վերցնում եք մինչև Ազովի ծով։ Այդ ընթացքում ռուսները պետք է փորձեն թիկունքից ճեղքեն, որտեղ Ղրիմից չեն կարելի զոհ մտցնեն, պետք է Դոնեցկի յանից, ասենք, այդ Մարիուպոլի Դոնեցկի յանից պետք է ճեղքեն կամ ավելի վերևից պետք է հարձակվեն թիկունքային, որ ձեզի ստիպեն նահանջել, ասենք իրանց լոգիկան է դա։ Բայց օդը ձեր ձեռն է, դուք տեսնում եք, իրանք շարժվում են, դուք պարզապես հնձում եք, կալոնաներ պետք է գան, ասենք գալու են, ինչքանով են գալու, 5000, 1000, ինչքանով որ գալու են, ասենք, զորախմբերը, ասենք, բրիգադներ, դիվիզիաներ, չգիտեմ, բանակներ, ինչքան շատ կան, այնքան լավ։ Պարզապես օդային հարվածներով պարտադիր չի, որ սաղին ոչնչացնեք, ասենք 50-100 կիլոմետր ձեր ճակատից հեռավորության վրա, կարևոր չի, կարևորը կալոնան ջարդում եք, իրանք խառնում են, իրանց ծրագիրը չեն կարում, հրամանը չեն կարում կատարեն ու всё, մինչև հաջորդ կալոնան ու տենց, կարևորը գետնի վրա այդ պրոցեսն է տեղի ունենում։ Բաբեիգաներն եք շատ օգտագործում, ցամաքային դրոններն եք շատ օգտագործում եւ FPV-շնիկները այդ 20-20 կվադրատների վրա պարզապես սկսում են որսը, այդ իրանց սիրած որսը, որը սկզբից պետք չի, սկզբից պարզապես վերահսկում ես, իսկ հետո նոր անցնում ես այդ իրանց սիրած որսը, որ հիմա իրանք անում են։ Սրա սիստեմը ինչու՞մն է, երբ որ բոլորը դուք վերահսկում եք, ոչ թե մի քանի կետերով եք խփում, ասենք, չգիտեմ, 50 հատ բենզավոզ եք խփում կամ ասենք գնացքի գծեր եք տրակացնում եւ այլ կամ մի քանի հատ կամուրջ, դա ասենք շատ մեծ դժվարություններ է ստեղծում, բայց չի քանդում ճակատը։ Այս սիստեմով, որ ասում է, դուք այդ ցանցը, ել եմ ասում, 1 կիլոմետրից մինչև 10 կիլոմետր այդ մի քանի շերտանից ցանցը ԱԹՍ-ների, որ գցում եք, արդեն այդ ամբողջ ցանցով դու իրանց ոչ միայն լոգիստիկան եք, այլ իրանց ընդհանրապես շարժելու հնարավորությունից զրկում եք։ Հետո սկսում եք պարզապես ջախջախել, հետո գյուղերն եք սկսում մաքրել, քիչ-քիչ, ասենք, մի շաբաթ, 10 օր, մարդիկ փամփուշն է պրծնելու անգամ, ասենք, ինչքան պետք է կրակեն, ուտելիքն է պրծնելու, հասկանալի է, ասենք, ու սկսում եք քիչ-քիչ սկզբի գյուղերն եք մաքրում, հետո փոքր ավաններն եք բաժանում մասերի, նույն ձևի FPV-շնիկների միջոցով, հետո մաս-մաս սկսում եք զաչիստկա անել, մեծ քաղաքներին ընդհանրապես ձեռ չեք տալի, ասենք Մելիտոպոլ, Տոկմակ, Բերդյանսկ, Մարիուպոլ, կարակ շրջապատեք, տես թողեք մնան, այնքան մնան, մինչև օգնեն։ Մնացած սաղ վեկալում եք, դուրս եք գալի Ղրիմ, Ազով սաղ, ու թիկունքը Դոնեցկի Մարիուպոլ գծով ամրացնում եք այնպես, որ չկարանան ճեղքեն, ու գյուղ է գյուղ, ավան մաքրելով սիրուն, խորոտ, այսպես ասած, հլնում եք դեօկուպացնում եք ձեր տարածքները։ Մնում է հետո քաղաքները նույն ձևի բաժանում եք մասերի օդից, հետո ցամաքային դրոններով սկսում եք զաչիստկա անել, վերջում նոր մտնում է ՍՍՕ-ն, ասենք օգտագործում եք բլոկների համար, որ ասենք մինչև մաքրելը, որպեսզի ասենք չփախնեն կամ դիվերսիաներ չանեն եւ այլ, ասենք սուրպիզներ չանեն, պարզապես որսորդներ եք բերում, ասենք որ բաներով սնայպերնի հրացաներով պարզապես հավաքում եք սաղ Ուկրաինայից, ասենք մի ամսվա գործ կա, ասենք հավաքում եք, չգիտեմ, ինչքան կա, ասենք 5000 հոգի որսորդ, 10000, 20000, 50000, պարզապես բլոկպոստերով բոլորին, ասենք ծեպլավիզորներով, սնայպերներով, ասենք գլուշիցելներով զինում եք,
Արդիկ բլոկիրովկա են անում, որ չփախնեն։ Ինչ է տալի այս ամեն ինչը ձեզի, այս արագ իմ հաշվարկով մի ամսում զաչիստկա կանեք։ Կարող է մնա, ասենք, մեծ քաղաքներում ինչ-որ մի կետեր մնան, որ դեռևս մաքրած չլինեն մի ամիս հետո, թեկուզ 2 ամիս։ Այս տարածքը պատկերացրեք Մարիուպոլից մինչև Ղրիմ, սա մաքրում եք։ Ու այս ոչ մի ֆանտազիա չկա։ Եթե ծրագրավորողներ կան, եթե մաթեմատիկայից հասկացողներ կան, ու այդ հակաօդային այդ ամեն գործողություններից, ԱՑՍ-ներից դուք լավ տիրապետում եք, այդ մասնագետներին բացատրեք խնդիրը, բացատրեք ռուսերեն։ Իրանք ինձնից լավ կասեն, թե ոնց պետք է դա արվի, որտեղ դա բարդ բան չկա, պարզապես թվային հարց է։ Ու ես ձեզ ասեմ, ռեսուրսների պահ, որ մարդիկ կան, մենք այդքան ռեսուրս չունենք եւ այլ եւ այլ եւ այլ։ Ձեզ ասեմ, դուք ամենաշատը 2 ամսում ինչքան որ ծախսում եք ԱՑՍ-ների վրա, ամեն ինչի վրա, անգամ զոհերի մակարդակով, 2 ամսում ինչքան որ պետք է կորցնեք, ինչքան որ պետք է ծախսեք, դուք այդքանը պարզապես մի ամսում դնում եք, մի շաբաթում այս ամեն ինչը վեկալում եք, մի ամսում էլ մաքրում եք։ Ամենաշատը 2 ամսում, լավ, ասենք որ լրիվ մաքրեք։ Արդյունքում ռուսական մոտարապես 4-ից 500 հազար ոչ միայն ճակատային զորքեր, ասենք թիկունքային զորքեր, ոստիկանական, ՖՍԲ եւ այլ այդ զրթուզիբիլը 4-ից 500 հազար իրանք կամ կորցնում են, կամ ճողոպրած, եթե ասում են փախնում են, եթե չեն ասում, պարզապես ոչնչացնում են։ Ու կարևորը այդ մոտարապես ձեր կորցրած տարածքների 40%-ը, եթե ոչ ավելին, պարզապես մի ամսից 2 ամսում հետ եք բերում։ Դրանից հետո արդեն շարունակվում է նույն ձևի, արդեն ավելի հեշտ։ Դանեսկի վրա չեք գնում։ Պարզապես վերևից ներքևից նույն ձևի օդային միջոցներով գցվեք շրջապատման մեջ ու տենց լում եք ձեր, ասենք, սահմաններին, որտեվ եթե դուք սկսեք պարզապես լոգիստիկայի վրա աշխատեք, թիկունքի վրա աշխատեք, դուք ձեր հողը այդ հողով է բերելու։ Ամերիկացի ոչ մեկ հող չի տալու։ Դուք պետք է վերցնեք, ժողովուրդ ջան։ Իսկ ես հայ եմ, ինձ առաջնահերթ ինձ պետք է որ դուք հաղթեք, որովհետև ձեր հաղթանակը մեր հաղթանակն է։ Մեր թշնամին ձեր թշնամին է, նույն թշնամին է, ռուսն է։ Ռուսը ոչ կանգնելու է այնտեղ, որտեղ հիմա կանգնած է, ոչ բավարարվելու է, ոչ էլ անգամ եթե մինչև Լեհաստանը լասնի էլի չի բավարարվելու։ Ինքը իր կայսրությունն է ուզում վերականգնի, իսկ ինքը սովոր է, որտեղ որ մրթին տալիս են, ընդել կանգնում է։ Մրթին տալն է քիչ է, որ սատկացնում են ավելի լավ, այլ չի կանգնում, արդեն պարկում է։ Հիմա լավ, այս բաները թողենք, կարծեմ հասկացվեց ինչ եմ ասում։ Սիստեմային, այսինքն նույն ԱԹՍ-ները, այդ ամեն ինչը որ դուք ունեք, այդ բաբեիգաները, FPV-ները, 1000 տեսակի ԱԹՍ-ները, հակաօդային ԱԹՍ-ները, ամեն ինչ ունեք։ Պարզապես դա արվում է մի ճարտարապետական ճշտության, սիստեմավորված, շերտավորված, կազմակերպված ցամաքային ռոբոտների հետ եւ ստանում եք այն ինչ ձեզի պետք է։ Այդքան բան, շատ բան չանեմ, ասենք տեխնիկական միջոցների հնարավորություն շատ չկար, ես ասենք եթե կարողանայի մոդելավոր ինքս կմոդելավորեի կներկայացնեի, բայց կարևորը իմաստն էր, ինձ թվում է այսքանից կարող եք հասկանալ, շնորհակալություն ձեզի հաղթանակ եմ ցանկանում, հայեր ջան, ուկրաինացիներ ջան, հաջողություն ձեզ։